Բարեօր սիրելի ունկնդիրներ, են մանկետում այսօր իմ շատ թանկագին ու շատ սիրելի Ազատ Արշակյանն է, բարի գալուստ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար և լավ խոսքերի։ Ես եմ շնորհակալ, որ դուք ընդունեցիք մեր հրավերը։ Պարոն Արշակյան, սկսենք մթնոլորտից։ Հասկացանք, որ ընտրություններ են գալիս, հասկացանք, որ Չերչիլն ասում էր ընտրություններից առաջ և որսից հետո ամենից շատ էր ստում, բայց մի քիչ շատ չի այդ ստի, խաբեության, պրիմիտիվիզմի, նաև որևէ բացատրություն չունեցող ու իրական հենք չունեցող պոպուլիզմի ու միմյանց աշխարհում եղած ու հնարավոր բոլոր մեղքերում մեղադրելու այս ձգտումները, արդյոք սա այն մթնոլորտն է, որ հարիր է 21-րդ դարի ամենայն դեպս առաջին քառորդում տեղի ունեցող ընտրությունների։ Եվ մեր հասարակության համար։ Առավել ևս մեր հասարակության համար։ Ու արդյոք մենք չգնացինք այնուամենայնիվ որոշ քաղաքական ուժերի թելադրանքով բացահայտվալ ստարտի դեռ անցած տարվանից սկսելով ինչ-որ կիսա թե ինչ ընտրարշավներ։ Այո, ցավալի է, ձեր ասածը լուրջ մեղադրանք է ու ես ընդունում եմ։ Ես համերաշխ եմ ձեզ հետ, խայտառակ վիճակ է ու ես հասարակությանը չեմ մեղադրում, ընտրողներին չեմ մեղադրում, ես մեղադրում այդ իմաստով օրենսդրին, օրենքներով դա կարելի է կարգավորել։ Չկա աշխարհում որևէ հասարակություն, որևէ ընտրող զանգված, որ գայթակղված չլինի պոպուլիզմով, ստախոսությամբ, հաճոյախոսությամբ, դա խաղ է, այդ խաղում բոլորը տրվում են։ Դրա համար գոյություն ունի օրենք, ընտրությունների մասին օրենք, կուսակցությունների մասին օրենք, կուսակցությունը ֆինանսավորելու մասին օրենք։ Այսինքն այդ օրենքներով պետությունը պարտադրում է քաղաքական ուժերին եւ ինչու՞ չէ հասարակությանը մնալ որոշակի պարկեշտության շրջանակներում։ Այսինքն օրենքով դա պետք է կարգավորվեր։ Ցավոք սրտի մեր մոտ օրակարգից դուրս է մնացել օրենքով կարգավորման խնդիրը։ Օրենքով կարգավորման Բայց խնդիրը օրենքով ինչպես մարդուն արգել ես ստել։ Պատժել ստախոսությունը հաշվետվություն խնդիրը կա։ Այսինքն Հանգիստ կարող է ասել ես իմ տեսակետն եմ արտահայտել։ բարի։ Արդյոք խոսքի ազատություն չունեմ ես։ Ունես, ունի։ Ուրեմն նա այդպիսի մարդը չի կարող հասնել բեմ, չի կարող ընտրությունների մասնակիցը լինել որպես հավակնորդ, որպես ստախոս ընտրող էլեկտորատ։ Ինքը կարող է լինել։ Խոստանա մեկին ընտրել, գնա մյուսին ընտրել։ Դա իր իրավունքն է։ Բայց այդ զտիչը օրենքով, օրենքի զտիչը պետք է ստախոսին, ակնհայտ ստախոսին, ամբոխահաճին պետք է թույլ չտա, որ հասնի հավակնորդի կարգավիճակի։ Հաշվետվության խնդիրը պետք է լինի։ Սուտ ասանը, դա մենք քաղաքական ստի մասին ենք խոսում, կենցաղայինի մասին չի խոսքը։ Դա անպայման երևում։ Այս ընթացքով գուցե կենցաղայինին էլ հասնենք։ Դե ընդհանրապես նկարագրի իմաստով դա էլ է։ Դրա համար մենք ասում ենք ով ես դու։ Ով ես դու։ Եթե նա կենցաղում բարեխիղճ մարդ է, ուրեմն քաղաքականության մեջ շատ հնարավոր է, որ հենց այդպիսին էլ լինի։ Չնայած դառը փորձ կա, գիտեք, չէ՞, մի հոգի շատ առողջ ապրելակերպ է ունեցել, խոսքս Հիտլերի մասին է, չի ծխել, չի խմել, բուսակեր է եղել, հումակեր է եղել։ Նկարիչ, բայց տեսակ ինչ էր արից։ Այն մյուսները իր գործընկերները, հարբեցող նարկոման։ Եվ այլն։ Եվ այլն։ Ուզում ասել, որ դա էլ բարդ բան է։ Այսինքն մենք պետք է ձևը գտնենք։ Այ հիմա դուք ճիշտ ժամանակին, կարծում եմ հիմա դեռ ժամանակ ունենք մենք, հարց եք բարձրացնում օրենքով, ասում սահմանափակ է, կրճատեք անհամարժեք վարքագիծը մեր այս կարևորագույն ժողովրդավարության համար կարևորագույն գործընթացի ժամանակ։
ընտրությունների ժամանակ դրանք պետք է դրսում մնան, իսկապես գործով պետք է զբաղվենք։ Մենք սա շատ լուրջ գործ է, ընտրությունը լուրջ գործ է եւ ընտրողի համար, եւ ընտրվողի համար։ Այ ես ցանկանում եմ, մաղթում եմ ձեր հետևորդներին, որ ինչ անեն մարդիկ, չգիտեմ ինչ անեն, արդեն ընտրել վերջացրել են ու Կաղբադիկին ինչ պետք է ասենք, ազգային ժողովը հիմա Կաղբադիկ է, չէ՞, այդպես են ասում եվրոպացիները։ Ժամկետի երբ որ ավարտը մոտենում է։ Ես ասեմ ինչ մաղթեք, կարող եմ ասել ինչ մաղթեք։ Համեցեք։ Ես կարծում եմ լավագույն մաղթանք այս պարագայում կլինի, որ մենք չունենանք այնպիսի ազգային ժողով, ինչպիսին ստացանք 2021-ի արտահերթ ընտրություններում։ Այո։ Եվ հերթական 5 տարին չգցենք Շամբերան, որովհետև 5 տարի մենք մի կողմից լսեցինք դավաճան հողատու, մյուս կողմից լսեցինք կաշառակեր, գող ավազակ։ Ու ինչ։ Արդյոք այն քաղաքական խնդիրները, որ երկրի առաջ կանգնած էին, արդյոք այն գերանհրաժեշտ համաձայնագրերի վերանայումները, գերկարևոր օրենքները, որ պետք է ընդունվեին, ընդունվեցին։ Արդյոք մենք ամբողջ կենսական քաղաքական էներգիան չնպատակաուղղվեց այ հենց այդ միմյանց այբանելու մսխել բառը օգտագործենք։ Օգտվեմ ձեր հուշումից, արդյոք չմսխվեց այդ ամենը, բայց չէ որ այդ ամենը պետության համար էր եւ ժողովրդի համար էր։ Վերջապես մեզ մոտ պետք է լինի գիտակցություն, որ ընդդիմությունը նույնպես իշխանություն է։ Այո, եւ շատ կարեւոր իշխանություն է։ Եվ շատ կարեւոր է, թե այդ ընդդիմության բովանդակությունը ինչ է։ Ընդդիմությունը ինչպես է պատկերացնում, տեսեք, մենք այնուամենայնիվ ստացանք իրավիճակ, որ 2018-ի հեղափոխությունից հետո մեր պետության դեմ սկսվեց տեղեկատվական պատերազմ։ Տեղեկատվական պատերազմի հասցեները բոլորին քաջ հայտնի էին, Մոսկվա, Անկարա, Բաքու։ Եվ այդ հիբրիդային հարվածների տակ գուցե ակամայից նաև մենք բոլորս դարձանք զինվորիկներ, որովհետև ակամայից տիրաժավորեցինք նրանց գաղափարները այսպիսի հարցազրույցներում, քննարկումներում, մեկնաբանություններ տալով, թե ինչ է ասում նորին մեծություն Լավրովը, ինչ է բարբաջել հերթական անգամ նորին մեծություն Տիկին Զախարովան, ու ընդհանրապես Սալավյովը ինչ է իրենից նորին սրիկայություն նորին սրիկայություն Սալավյովը ինչ արձակումներ է փորձում գործել մեր ինքնության եւ մեր ինքնիշխանության դեմ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, արդյոք 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում մենք գնալու ենք նորից այն ճանապարհով, որ այդ նորին սրիկայական մեծությունները հերթական անգամ դառնալու են մեր քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը։ Թե մենք այնուամենայնիվ հասունացել ենք արդեն այնքան մեր այս բոլոր կորուստներից, մեր այս բոլոր ձեռքբերումներից, մեր պարտություններից ու մեր հաղթանակներից հետո հասունացել ենք այնքան, որ գնանք եւ բովանդակային իշխանություն ու բովանդակային ընդդիմություն ընտրենք, որոնց խնդիրը ոչ թե ինքնանպատակ իշխանության գալն է, այլ այդ իշխանությունը պետության ու ժողովրդի ծառայեցնելը։ Նախ օգտվելով ձեր առաջարկած բանաձևից, ասեմ, առաջինը հարկավոր է փակել մուտքը, անջատել ռուբիլնիկը, այդ զազրախոսների, զրպարտիչների, օտարալեզու մանավանդ, փակել ուղղակի անջատել։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք ներխուժեն մեր երկիր, տեղեկատվական մեր հարթակ։ Ցավոք ժամանակակից տեխնոլոգիաները այդ խնդիրը գրեթե անլուծելի են դարձնում, որովհետև եթե անգամ ռուսական հեռուստաալիքները արգելվեն, մենք չենք անում երկուսով, մենք դա չենք անում։ Մենք հիմա չենք անում։ Տիրաժի չենք ենթարկում նրանց կարծիքը, ասում ենք փակել դրանց, թող չգան, նրանք չպետք է լինեն մեր օրակարգում։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, հաճելի եւ բարդ խնդիրներ, որոնցով մենք կզբաղվենք սիրով։ Մենք մեր երկիրը կկառուցենք, մեր կյանքը կկարգավորելու բազմաթիվ խնդիրներ ունենք մեր կուլտուրային հարմար ձևով։ Ուրեմն առաջինը անջատել, նրանց անջատել։ Երկրորդը, ես իսկապես համերաշխ եմ ձեզ հետ, ձեր կուսակցության հետ նաեւ, որ ընդդիմությունը ոչ պակաս կարևոր է այն իմաստով, որ իշխանության փոքր թևը
իշխանության մրցակից թևը պետք է անպայման շատ ավելի արժեքավոր լինի հասարակության համար, որտեղ դա ապագա իշխանությունն է։ Երբ որ մենք խոսում ենք ընդդիմության մասին, ու երբ որ տեսնում ենք ընդդիմություն ներկայացած ուժը նախորդ օրն է կամ նախանցյալ օրն է, ժամկետ անց է, որպես դեղ, իմ ձայնից երևում է, որ ես դեղի կարիք եմ զգում, ես դեղի կարիք զգում եմ, մրսած եմ, ուրեմն ժամկետ անց դեղ, եթե ես օգտագործեմ, ինձ չի օգնի, ուրեմն քաղաքականության մեջ նույնպես կան ժամկետ անց երևույթներ, քաղաքական գործիչներ կան, որ նրանց ժամանակը անցել է, ուրեմն ընդդիմությունը պետք է լինի ոչ թե այսօրը, ոչ թե 3 առաջ օրը, այլ ապագան, այդ ընդդիմությունը դրանով շատ կարևոր է, հաջորդ իշխանությունը այսօրվա ընդդիմությունն է, մենք համաձայն չենք, որ այսօրվա ընդդիմությունը, որ կա ազգային ժողովում, որ նույնիսկ այսօր լինի, այսօր ներկա լինի մեր քաղաքական կյանքում, ուրեմն ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, ընդդիմությունը դա իշխանության, ես կասեի, ավելի կարևոր մասն է, քան թե մեծամասնությունը տվյալ պահին։ Տեսեք, դուք զարգացած ժողովրդավարությունների ճշգրիտ բանաձևն եք բերում, որտեղ այսօր իշխանություն եւ ընդդիմություն, վաղը ընդդիմությունը դառնում է իշխանություն։ Եվ շատ խաղաղ իշխանապողություն է լինում, որևէ հետընտրական գործընթաց, որևէ առարկումներ չեն լինում, որովհետեւ մարդիկ ներկայացնում են իրենց ծրագրերը, եւ ով ավելի շատ հավանության քվե է ստանում, նա էլ դառնում է ընդդիմություն։ Գայթակղիչ ծրագրեր պետք է ներկայացնել Իրենց էլեկտորատի համար։ Ոչ միայն գայթակղիչ, այլև այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել։ Ստախոս չենք, մենք այդ հարցը քննարկեցինք։ Մենք ստախոս չենք, բայց այստեղ տեսեք խնդիրը որն է։ Զարգացած ժողովրդավարություններում դա նորմալ գործընթաց է, որևէ մեկին չի զարմացնում, շատ նոնսենս է ընդհանրապես, որևէ կուսակցություն ընտրակաշարք բաժանելու խնդիր էլ չունի։ Դա վաղուց անցած, վաղուց վերացած էտապ է, ինչ ընտրակաշարքի մասին կարող է խոսք լինել, ասենք Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում, բայց արդյոք մեր երկրում այդ ձեր ասած այսօրվա ընդդիմությունը վաղվա իշխանությունն է բանաձևը կարող է իրական հիմք ունենալ այն պարագայում, երբ այսօրվա տետղոսային խորհրդարանական ընդդիմությունը բացարձակապես դեմ է երկրի ինքնիշխանությանը, դեմ է մեր յուրաքանչյուրիս, ձեր, իմ, մեր ունկնդիրների ինքնության պահպանությունը եւ ամեն ինչ կապում է մեկ երկրի հետ, անվտանգություն, տնտեսություն, լոգիստիկա, ընդհանրապես ինչ աշխարհում հնարավոր է պատկերացնել սովորական մարդու կենսագոյության համար։ Այդ ամեն ինչը մենք պետք է կապենք մեկ երկրի հետ։ Դա ինչ է կոչվում, եթե ոչ վասալություն։ Դա ինչ է կոչվում, եթե ոչ Հայաստանի գուբերնացիոն։ Մեզ պետք է այդպիսի ընդդիմությունը իբրև վաղվա իշխանություն, բնականաբար ես վստահ եմ, որ դուք կասեք ոչ։ Ամբողջ խնդիրը զարգացման, ժողովրդավարության զարգացման, հասարակության զարգացման, մակարդակի փոփոխության, որակի, բովանդակության փոփոխության հետ է կապվում, ու ցավոք մեր անցած տասնամյակներում մենք ժողովրդավարությունն ընկալեցինք ձևական, ֆիկտիվ ժողովրդավարություն զարգացրեցինք, ու թերևս 2018-ից հետո միայն այդ իրական ժողովրդավարությունը զարգացնելու հնարավորություններ ստացանք, ու հենց 2018-ին մեր պետության դեմ սկսվեցին հիբրիդային ու տեղեկատվական պատերազմների գրոհները, որովհետև մինչև այդ ով էր որևէ ոչ ասում, որևէ խնդրում, որևէ ոչ ասում, որ ինչ-որ տեղեկատվականի, հիբրիդայինի կամ soft power-ի, hard power-ի եւ այլնի կիրառման անհրաժեշտություն ծագեր։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ մեր ժողովուրդը եւ մեր քաղաքացիները հենց որ հնարավոր է եղել, այդ հնարավորությունը տրվել է, նրանք միանշանակորեն եւ վճռականորեն ասել են կեցե անկախությունը, կեցե ժողովրդավարությունը։
երկու անգամ դա եղել է մեր կյանքի ընթացքում նույնիսկ մի անգամ 1991 թվականի սեպտեմբերին հանրաքվե մեր ժողովրդին հարցրեցին բավական ազատ Եվ պայմաններով 99%-ով մենք գնացինք ասեցինք 99%-ով այո տեսեք դա մեկ երկրորդը այնպես ասենք ձեռքի հետ 2 տարի առաջ այդ թվում եւ ձեր կուսակցությունը ստորագրահավաք կազմակերպեցին մեր ժողովրդի համար այնպես գիտեք ես ասում եմ որ դա իշխանությունը չէր կազմակերպել ինչ որ հատուկ խմբավորում էր չէր որ իշխանության սրտով էր եւ այնպես չէր որ իշխանությունը շատ լուրջ խոչընդոտներ հարուցեց դա պարզապես հանրապետություն կուսակցության եւ երկու մյուս կուսակցությունների նախաձեռնությունն էր ու հիմնականում հանրապետություն կուսակցությունն էր որ ընդամենը 1 ամսում 2 ամսվա փոխարեն 50,000-ի փոխարեն 60,000 անհրաժեշտ լիներ նաև գուցե 300,000-ի գնայինք եթե պայմանը դա լիներ կարող էինք 300,000-ի էլ գնալ այսինքն ժողովուրդը եկավ դրա հետևից եւ դուք ճիշտ շատ ճշգրիտ նկատեցիք շնորհակալ եմ ձեզ շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար դա դե ֆակտո նաև հանրաքվե էր դե ֆակտո դա նաև հանրաքվե էր թե մենք ինչն ենք ընտրում իբրև մեր զարգացման ճանապարհ որն է մեր այլընտրանքը եւ ժողովուրդը գնաց ու ասեց այո երկրորդ անգամ ասեց այո հիմա ինչ ենք անում դա որպես ինքնաբնութագիր մեր ժողովրդի մասին եթե մենք ուզում ենք կարծիք կազմել ուղղակի նայում ենք այդ հանրաքվեին եւ ստորագրահավաքին հիմա ինչ անենք այսինքն մենք այլևս հաջորդը ինչ պետք է լինի որպեսզի այդ ես չգիտեմ մեղմ բառեր եմ փնտրում դրածոներ ասենք հա դրածոները որպեսզի սթափվեն հասկանան որ իրենք խորհուրդ են մեր ժողովրդի համար անընդունելի են նրանց մուտքը Հայաստան առավելես իշխանություն կարող է լինել միայն սվինների վրա դա եղել է 1920 թվականին սվինների վրա բոլշևիկները նրանց բերեցին իշխանության կաթնահարելով այո ես սվիններ եմ ասում կարելի է ամբողջ այդ զինատեսակը թվարկել կացնից սկսենք ուրեմն մի անգամ բերեցին երկրորդ անգամ մեր աչքի առաջ մարտի 1-ին հոկտեմբերի 27-ին հոկտեմբերի 27-ը նույնպես իշխանության զավթում էր իշխանությունը զավթում են իշխանության զավթում էր ահաբեկչությամբ որի հետևանքով երկիրը բացարձակապես կորցրեց թե մարդունը բանակ ունենալու հնարավորությունը թե տնտեսություն զարգացնելու հնարավորությունը եւ ինքնիշխանության վերջին շրանքները նետեց Ռուսաստանի գիրկը ոտքերի տակ Ռուսաստանի ոտքերի տակ դրեց նաեւ Արցախը ու ինչ ստացանք այսօր որ օրակարգում դա է մամռնվազն որ մենք խոսում ենք դրա մասին ոչ թե կառուցման մասին զարգացման մասին ոչ թե գիտության կրթության առողջապահության մասին մենք պետք է խոսենք աղետալի վիճակ է դու գիտեք մանկավարժները շրջաններում ավելի վատ են վարձատրվում քան թե կենտրոնում պատկերացնում եք եթե չեն անցել ատեստացիա չէ չեն կարող անցնել որտեղ ով է նրանց նախապատրաստել հենց որ հրավիրում եք ատեստացիայի նախ եւ առաջ 6 Գիտության կրթության նախարարությունը բարբերաբար հայտարարում է որ նախքան ատեստացիան անցնում են վերապատրաստման դասընթացներ մի րոպե ես դա շատ լուրջ է եթե դուք գործուղում եք կարևոր չի մարդու բնակավայրը սկզբնական եթե մեկին գործուղում եք Հայաստանի Հանրապետության հեռավոր շրջան ծառայության դա գործուղում է անկախ նրանից որ նա այդտեղի բնակիչ է մանկավարժը ամբողջ աշխարհում ամբողջ պատմության ընթացքում այ Արիստոտելից սկսենք եթե մանկավարժը հեռավոր շրջանում կրթում է երեխաներին նա արտոնյալ է այսինքն դա պատվավոր գործ է
Այն ժամանակներում, ֆեոդալական ժամանակներում, մանկավարժները ազնվականի սովորական հպատակները ազնվականի կոչում են ստացել։ Պատկերացնում եք, պարգևական հայերեն ասենք, պարգևական կոչում, այսինքն հիմա մենք ինչ կադրեր ենք պատրաստում որպես մանկավարժ, ամենա Արտոնյալը ասացինք, ամենահեղինակավոր համալսարանը պետք է լինի մանկավարժական ինստիտուտը, մանկավարժական համալսարանը, այնտեղ պետք է հերթ լինի։ Ճիշտ այնպես, ինչպես ռազմական ինստիտուտը, բանակի համար եւ կրթության համար պետք է հերթ լինի, մրցույթը մեծ պետք է լինի։ Մենք եթե մարդին տալիս ենք այդ կենսական զամբյուղի 30% ապահովող ռոճիկ, մենք ուզում ենք ով գնա, լավագույն ինժեները գնա ֆիզիկայի դասատու աշխատի, լավագույն պոլիգլոտը գնա օտար լեզուները սովորեցնի հեռավոր շրջանում, ուրեմն գիտության, կրթության եւ այն մյուսների նախարարությունում թող դրա վրա ուշադրություն դարձնեն։ Պետք է այնպիսի գրավչություն ունենա մանկավարժի աշխատանքը, որ լավագույնները Կրթության տաղանդավոր բովանդակությունը ընդհանրապես պետք է փոխվի, որովհետև մենք այնուամենայնիվ դա պետք է լիներ մեր օրակարգը։ այ հիմա մենք հաճույքով միմյանց հետ պետք է հենց այդ խնդիրները քննարկեինք, ոչ թե Թղթեր անվերջ ունենայինք մեր սեղանին դուք դրված, ձեր ծրագիրը, ես իմ առարկությունները այո։ կամ ես իմ ծրագիրը, դուք ձեր առարկությունները, բայց չգիտես ինչու կյանքը մեզ անդադ մտցնում է բոլորովին այլ խնդիրների մեջ։ մերժվածների, չգիտեմ, թալանչիների, կոռուպցիաներների վերընտրվելու օրակարգ, պատկերացնում եք, այսինքն փոխանակ դրանով զբաղվի դատախազությունը, քննչական կոմիտե, զբաղվում է հասարակությունը, կոռուպցիաներներին մենք ենք հանցագործության մասին հայտարարություն ենք անում, դրանք Ես մեզ դատի ավելին են տալի։ կասեմ, հասարակության որոշակի հատված կա, որ նույնիսկ նրանց պահանջարկն ունի։ Սարքում են դա, նրանք այնքան փող ունեն գողացած, որ կարող են դա անել։ Մեզ դատի են տալիս հանցագործության մասին հայտարարություն անելու համար։ Այո, Բա ինչ ինչ մանկավարժություն, իրավունք բա ունեիք։ ինչ Ինչ բժշկություն, իրավունք ունեիք։ պատկերացնում եք, այսինքն արդարադատության համակարգը փոխանակ մեզ պարգևատրի խրախուսի։ Գիտեք, ես մի 10 հոգու գիտեմ, որ արդեն դատարանի դռներում են կոռուպցիաներները, նրանց դատի են տվել եւ մեր դատական համակարգը վարույթ է ընդունում։ Ու այս պարագայում ինձ մնում է ձեզ հարցնել 20-26 ընտրություններում, որն է լինելու առանցքային հարցը այս բոլոր ներքին ձեր թվարկած ու հաստատ էլի դուք եթե ժամանակ լինի դրան կավելացնեք ու կավելացնեք ու կավելացնեք, այս ամեն ինչը հաշվի առնելով ինչ պիտի լինի ընտրությունների առանցքում, մարդը ինչ կողմնորոշիչ պետք է ունենա ընտրության գնալու համար։ Ես որպես նմուշ, քանի որ ինքս մասնակցել եմ ձեզ հետ միասին, իդեպ, մենք գործընկեր ենք, այդ Եվրաքվեին, մենք արդեն 60,000 աջակից ունենք, արդեն ստորագրությունով, անձնագրով, իրենց երեխաների հետ էին գալիս, թոռների հետ մարդիկ, իրենց զավակների հետ գալիս էին, կարևոր էին համարում այդ ակցիոն։ Եվրաքվեի մասնակիցները արդեն հայտարարել են, ինչ են ուզում, ինչպիսի երկիր են ուզում, այսինքն եվրոպական արժեքներ, արևմտյան արժեքներ, դա նշանակում մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունքը, Դա նշանակում է նորմալ քաղաքակիրթ զարգացում, զարգացող աշխարհին մրցակցություն, միանալ եւ ապրել անվտանգ, Տիկին Ադամյան, մրցակցություն եւ անվտանգություն։ Այո, Աշխարհի ամենաանվտանգ երկրները ՆԱՏՕ-ում են գտնվում։ Թող փորձի որևէ մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկրին մատով կպնել։ ձեր գնահատականով կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնուամենայնիվ կգրանցի այն կուսակցություններին, որոնք օտարերկրյա կապիտալով են Հայաստանի Հանրապետությունում գործում եւ մրցակցային պայմանների խախտում է տեղի ունենում ու Հայաստանի Հանրապետության օրենքների խախտում է տեղի ունենում։ Հենց հիմա մենք դատախազությանը կոչ ենք անում
որ հանգարց չասեն չենք իմացել։ Թող նայեն։ Հանցագործություն է տեղի Զգացում դատախազությունը դա վաղուց գիտի, մենք կարող ենք իհարկե կոչ անել, դա որևէ խնդիր չի, բայց մենք չի որ պիտի այդ կոչը անենք։ Դրանով պետք է զբաղվեն բանկերը, ոնց են գումարները փոխանցվում, ինչ են անում։ Մենք ունենք Մոլդովայի օրինակը, որտեղ այդ բոլոր բացահայտումները եղան եւ արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից առաջ չգրանցեց երկու կուսակցության, որոնք ակնհայտորեն երկրում հեղաշրջում էին նախապատրաստում։ Կգնա Հայաստանի Հանրապետությունը այդ ճանապարհով, պաշտպանելով ժողովրդավարությունը, պաշտպանելով իր ինքնությունը, իր զարգացումը, իր ինքնիշխանությունը։ Սա է այսօրվա իմ կարծիքով խնդիրը։ Ես կրկնում եմ ձեր ասածը, Տիկին դատախազ, քննչական ծառայություններ, արդարադատության համակարգ։ Տիկին Ադամյանին լսեք։ Օրենքը թող աշխատի, հանցագործության մասին հայտարարություն ենք անում, տեղի ունենում հանցագործություն, ագենտները, դրածոները, այլ երկրի շահերի պաշտպանները ուզում են Հայաստանում իշխանությունը զավթել, օրենքը խախտելով։ Կատարեք ձեր գործը, կանխեք դա։ Ես չգիտեմ ով կարծականքի, բայց կարծում եմ մենք արդեն անցնենք բլիցի։ Ցանկ։ Պանդորայի արկա հաճախ եք բացում։ Երբեմն վրիպելով, երբեմն կանխամտածված ձևով։ Ինչից եք վախենում։ Վախենում եմ, շատ բաներից եմ վախենում։ Բոլոր տեսակի տհաճ անակնկալներից ես անդադ մտածում եմ, որ մի բան կկատարվի հենց հիմա։ Ես զգուշավոր մարդ եմ։ Ինչ եք ամենից շատ ատում։ Այդ վախերը, վախկոտ լինելը։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեզ։ Ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ ազատությունը։ Հրաշքի հավատում եք։ Հրաշք է, որ գոյություն ունի հայկական պետությունը։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Պողոս Առաքյալին։ Կասեի ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Դամասկոսի ճանապարհին։ Որտեղ ուզում հենց իրեն կասեի հատկապես, կասեի ես հավատում եմ։ Ձեր հարցը ինձ։ Ինչպես։ Ձեր հարցը ինձ։ Ինձ եթե հարցնեն։ Չէ, ձեր հարցը ինձ։ Ձեզ։ Շարունակեք այդպես մնալ հավատարիմ մեր հայրենիքին։ Դա հարց չկար։ Դուք պետք է հիմա ասեք ոնց։ Ես չգիտեմ, ես կարծում եմ, որ հավատարիմ մնալ չմնալու խնդիր իմ կյանքում։ Ուզում եք ասեմ, արդյոք դուք հավատարիմ եք մեր հայրենիքին, ձեր կոչմանը։ Ես ուզում եք այդպես ասել։ Ոնց ուզում եք ասեք, բայց ես Տիկին Ադամյան, ձեզ հարցնում եմ, հավատարիմ եք դուք մեր հայրենիքին, մեր ազատություններին, մեր ավանդություններին, մեր ինքնությանը։ Մարդը եթե ունենում է հայրենիքի զգացողություն, նման հարցեր ընդհանրապես չեն ծագում։ Վստահաբար դուք դա գիտեք։ Ես ուզում եմ, որ դուք շարադրեք դա։ Վստահաբար դուք դա գիտեք ձեր փորձով։ Հայ մարդ պետք է դանի, ես հայ մարդ եմ ասել։ Չէ, ես նման պոպուլիստական նման, ինչ ասեմ, կենացային արտահայտություններ տանել, պաթետիկա տանել չեմ կարողանում։ Պաթետիկա տանել չեմ կարողանում, ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը օրվա մեջ ունի ինքը իր հետ մենակ մնալու պահ։ Ոնց ուզում եք վերցրեք, այդ պահը միշտ լինում է։ Եվ հենց այդ պահին դու հասկանում ես քո կապը, քո երկրի, քո հայրենիքի, քո հողի, քո երկնքի, քո ջրի, քո շիրիմների, քո զավակների, քո ամեն ինչի հետ։ Ու եթե դու դա հասկանում ես, եթե դու դա զգում ես, ընդհանրապես հավատարմություն, դավաճանություն, գնել, վաճառել, չգիտեմ, պայմանավորվել, առևտուր, նման խնդիրներ բացարձակապես չեն ծագում։ Դու ունես քո ճանապարհը ու գնում ես քո ճանապարհով։ Դանթեն ասում էր՝ «Քար մի գցեք սլացող արծվին»։ Արծիվը ավելի վեր կբարձրանա, քարը ձեր գլխին կընկնի։ Ինձ համար դա շատ կարևոր է, զգալ երկրի համը։ Ես հավանեցի, դուրս եկավ ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Հուսամ իմ պատասխանը նաև ունկնդիրների համար էր կարևոր։ Այսօր այսպիսիներ են մանկետը։ Գուցե մի քիչ մռայլ, գուցե մի քիչ, ինչ ասեմ, ոչ այնքան ժպիտներ փոխանակելով, հաջողություններ փոխանակելով, բայց մենք երբեք չենք ստել։ Մենք միշտ եղել ենք իրական, մենք միշտ եղել ենք բնական, որովհետև սա ձեր բոլորի հենման կետն է։ Բարին ընձեզ։